Ադրբեջանի կողմից նախաձեռնած այս պատերազմական գործողությունների ընթացքում ինչպես է գնահատում ռազմավարական և տնտեսական դաշնակցի պահվածքը թե պաշտոնական հայտարարությունների մակարդակով և թե նաև գործողությունների առումով։ Մեծ հաշվով կոնկրետից համար անսպասելի ոչ մի ճիշտ չկա եւ չկա նաեւ նորություն դրա պահվածքով երևի միայն Սերժ Սարգսյանը եւ իշխանության որոշ շրջանակներ են հանկարծակի եկել եւ մի քանի օր առաջ նա Բեռլինում ցավ հայտնեց որ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին որ կրակում են հայ զինվորների վրա եւ միաժամանակ նա նույն այդ Բեռլինում Մերկելի հետ հանդիպման ժամանակ նաեւ ասես մի շատ վտանգավոր եւ անհասկանալի հայտարարություն արեց, թե սահմանափակեն մեր հնարավորությունները ազդելու։ Մեր եթե Սարգսյան այսօր է նկատում, ապա 2-3 տարի առաջ թե ձեր եթերում, թե իմ հոդվածներում, թե կենտրոն հեռուստատեսիլի ես եւ ինձ նման մտածող մի քանի անգամ, մի քանի մարդիկ քանիցս նկատել են, ընդգծել են, ցույց են տվել, որ Ադրբեջանը զենք է մատակարարում, որ Հայաստանի հետ անդամակցությունը վտանգում է Հայաստանի անվտանգությունը եւ այս պատերազմի այս 4 օրերը ի հայտ բերեցին այդ օրինակ արտաքին քաղաքականության ողջ վտանգը, ինչպես նաև ի հայտ բերեցին նաև Հայաստանի իշխանությունների հանցավոր անտարբերությունը մեր երկրի անվտանգության նկատմամբ։ Հիմա ինչ վերաբերում է ավելի որոշակի հենց Հայաստանի ռազմավարական դաշնակից կոչվող անվանող Ռուսաստանի պահվածքին, ապա ասեմ Ռուսաստանը արդեն որերորդ անգամ ստիպված է լինում բացահայտել իր իրական քայլերը, իր իրական գործողությունները, մի անգամ եւս ընդգծել է, որ նա իրականում էր գործընկերը չէ ռազմավարական, ավելին ասեմ, նա շատ ավելի ձգտում է որ իր գործընկերը դառնա Ադրբեջանը, ինչից Ադրբեջանը անverջ խույս է տալիս։ Եվ պատահական չէ նրա եւ Մեդվեդևի այցի այդ հավասարակշռության սկզբունքի պահպանումը, ԵՏՄ նախարարների հանդիպման, վարչապետների հանդիպման հետաձգումը, ինչպես նաեւ Մեդվեդևի Բաքվում արած տարօրինակ հայտարարությունը Լավրովի նախագծի հետ կապված, այսինքն այս 4 օրերի ընթացքում կատյակնային զարգացող իրադարձությունները Հայաստանում եւ նրա շուրջ ցույց տվեցին, որ Հայաստանը իրականում պարտավոր է միշտ հույսը դնել իր վրա, ապավինել սեփական ուժերին։ Մինչդեռ այն ժամանակ, երբ մենք խոսում ենք այդ մասին, երբ ընդգծում ենք, ինչ էր հետևում դրան պաշտոնական Երևանը կամ լռում էր, կամ որպես կանոն բարձրագույն մակարդակով արդարացնում էր Ադրբեջանին զենքի մատակարարումը Ռուսաստանի կողմից, համարելով որպես Ռուսաստանի բիզնես Եվ ցավալի հետևություններ պետք է անենք այս ամենից, ցավալի հետևություններ պետք է անենք եւ միաժամանակ շատ վտանգավոր եմ համարում նաեւ Դոյչե Վելեի տված հարցազրույցում։ Այդ հարցազրույցում Սերժ Սարգսյանը նշել է, որ Ռուսաստանը երբեք այն դերակատարությունը Հայաստանի համար չի ունեցել, ինչը որ Թուրքիան ունի Ադրբեջանի կյանքում։ Ընդհանրապես այս հայտարարությունները ցավ են կապրում, այդ հայտարարությունը Ռուսաստանի մասով նաեւ Մեդվեդևին իր խոսքում դժգոհություններ հայտնել, որ ԵՏՄ որոշ անդամներ հրաժարվեցին գալ եւ Հայաստանում մասնակցել այդ նիստին։ Ինչ որ չափով այս օրերը մեր իշխանություններին ստիպեցին, որպեսզի վերանային իրենց արտաքին քաղաքական անհրաժեշտությունը, թե պարզապես պահի թեժացման տակ արված արտահայտություններ եք որակում։ Գիտեք, ես միշտ մտածում եմ, որ այդ իշխանության պահպանման համար նրանք ամեն ինչի պատրաստ են եւ առանձնապես մեծ բաներ չունեմ, մեծ հույսեր չունեմ, մեծ սպասելիքներ չունեմ։ Խնդիրն այն է, թե ինչ է հետևելու այդ հայտարարություններին, բայց նորից կրկնեմ, որ Դոյչե Վելեի հարցազրույցում Սերժ Սարգսյանը այդպես մի հայտարարություն արեց, որ մենք, այսինքն պաշտոնական Երևանը կողմ է եղել խաղաղապահների տեղակայմանը, չի համաձայնվել Ադրբեջանը։ Ես ուզում եմ ասել, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Հայաստանի իշխանությունների մտքով անգամ չանցնի, որ իրենք կարող են եւ իրավունք ունեն Ղարաբաղի սահմանին ռուս խաղաղարարներ տեղակայել։ Ընդհանրապես ինչ կոնտեքստով ուզում այդ խնդիրը քննարկած լինել, որովհետև եթե դա է Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանի նպատակը եղել այս պատերազմը այս կամ այն չափով հրահրելու, ապա նրանք այդ նպատակին չեն կարող հասնել։ Եվ եթե
Սերժ Սարգսյանի եւ իշխանամերձ շրջանակների այդ եւ այլ հայտարարությունները պարզ փարիսեցություն չեն եւ կոչված չեն, ուղղված չէ սեփական իշխանության պահպանմանը, ապա նրանք պարտավոր են կոնկրետ քայլեր անել։ Դրա առաջին քայլը պետք է լինի ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալը, որովհետեւ 2 տարի հետո այսօր իշխանական շրջանակները հայտարարում են, որ այդ կառույցը մեզ ըստեյության ոչ ճիշտ չի տվել, սկսել ամենաբացասական գունավորման ներկայացնել, երբ հենց նույն մարդիկ էին պաշտպանում, հիմնավորում ԵՏՄ-ի անդամակցությունը Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, Հայաստանի անվտանգության եւ Ղարաբաղի պաշտպանության երաշխիքներով հոդս ցնդեց նրանց ներկայացած միֆը։ Հիմա կամ քայլեր կանեն ապացուցելու, կամ էլ ես հակված եմ կարծելու, որ այս ամեն ինչի նրանց համար ընդհանուր ժամանակ շահելու միջոց է։ Եվ նաև այս հայտարարությունները որևէ լուրջ հետևանք կարծում եք կունենան, թե ոչ։ Ընդհանրապես մեր իշխանությունները ունակ են այդպիսի ռադիկալ եւ շրջահայաց որոշումներ կայացնելու ԵՏՄ-ից դուրս գալը, նաև ինչու՞ չէ վերանային ռուսական ռազմաբազայի տեղակայումը Հայաստանում։ Կարծում եմ, որ չեն կարող անել նախ եւ առաջ այն պատճառով, որ իշխանությունը տրված չէ ժողովրդի կողմից, տեսեք ինչ եղավ, այդ 4 օրվա ընթացքում Հայաստանի եւ Ղարաբաղի հասարակությունը հայ ժողովրդի իր ձեռքը վերցրեց իշխանությունը։ Այս ընթացքում ըստեյության բանակը դարձել էր կարգավորող եւ զենք մատակարարող գործիք։ Հասարակությունը, այսինքն երբ հասարակությունը եւ ժողովուրդը դառնում է իշխանության տեր, այսպեսին կարող են հաղթանակներ արձանագրել, կարող են այո, մենք այսինքն այն բոլոր այն ժամանակները, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ իշխանությունը պետք է պատկանի ժողովրդին, ապա ժողովուրդը միշտ պարտադրում է ազգանվեր լուծումներ, ոչ թե հակառակը։ Նախընտրական շրջանում, եթե կարող ենք ինչ-որ չափով կապել այս 1 տարվա ընթացքում, արտաքին քաղաքական այս վերանայումները, նման կտրուկ հայտարարությունները մեր թե ներքաղաքական էլիտայում ինչ-որ փոփոխություններ կարող են մտցնել, թե ոչ, որովհետև եթե մենք ունենք Ռուսաստանամետ իշխանություն, մենք չունենք նաև ոչ պակաս Ռուսաստանամետ եւ ընդդիմություն, որը խորհրդարանում կարելի ասել միաձայն կողմ քվեարկեց ԵՏՄ անդամակցությանը։ Ես ավելին ասեմ, Ղարաբաղում ընդհանրապես Հայաստանի նաև սահմաններում տեղի ունեցող ժամանակ տեղի ունեցող թեժ գործողությունները կարող են արմատական փոփոխություններ մտցնել Հայաստանի ներքաղաքական կյանքում ընդհուպ Սերժ Սարգսյանի հրաժարական, որովհետև հավատացնում եմ ձեզ, որ ցանկացած դեպքում կայուն խաղաղության դեպքում թե բավական էր մի կորուստ ունենայինք այնտեղ, բավական է մի բան կորցնենք, Սերժ Սարգսյանը անմիջապես կհեռացվեր իշխանությունից։ Եվ հիմա խաղաղության ժամանակ նա պետք է լուծի, եթե կարողանանք մենք խաղաղություն ապահովել իհարկե։ Խաղաղության ժամանակ նա պետք է լուծի այնպիսի կարևոր ներքաղաքական եւ արտաքին քաղաքական խնդիրներ, որը իհարկե այս նրա կառավարման այս բոլոր տարիները ապացուցել են ավելիով, որ նա չի լուծել այդ խնդիրները, չի ուզել, չի կարողացել իզորու չէ։ Այսինքն ես ակնկալում եմ, որ առաջիկայում մենք կտեսնենք, որ Ղարաբաղի խնդիրը նորից պատճառ կդառնա Հայաստանում ներքաղաքական փոփոխությունը ընդհուպ ամբողջական իշխանափոխության։